Բա որ Հայաստանի պես փոքր երկրի ղեկավարը Ռուսաստանի պես մեծ երկրի ղեկավարին ասում է, այ Ղարաբաղի հարցում դուք սխալ արեցիք, դրա համար հետո մենք մենակ դրանից հետո ճանաչեցինք, երկու անգամ դուք ասել եք, դրանից հետո մենք ճանաչեցինք։ Այսինքն ճշմարտությունը ոնց որ Պուտինի առաջ դնող, էլի, փորձեմ սատանայի փաստաբանություն անել, բայց այս նարատիվներն է, որ տարածում են։ Հիմա սա ինքնիշխանության դրսևորում է, թե չէ։ Այսպես ասենք, sense բանի հսկա պետության մոտ ակլորանալը ուղղակի հարվածելու է քո սեփական երկրին եւ քո ժողովրդին։ Հա, գինով է վճարում։ Նիկոլ Փաշինյանը 18 մինչև 20 թվականները ակլորացել է եւ Ադրբեջանի հետ հարաբերություններում եւ Թուրքիայի հետ հարաբերություններում։ Հիմա հայտարարությունների ժողովուրդն է վճարում։ Քեզ դաշ չեղավ, որ քաղաքականության մեջ ակլորանալը լավ բան չի։ Հատկապես եթե այդ ուժը ակլորանալու չունես։ Ինքնիշխանությունը ամենաշատ օգտագործված բառերից մեկն է։ Այս վարչախմբի պետությունը, երբ որ ինքնիշխան է, ինչ կարա իրան թույլ տա, ինչ չի։ Այդ Պուտինին չդիմավորելն է իշխանություն կամ գնալ ակլորանալն է, թե ուրիշ ձև է այդ ինքնիշխանությունը արտահայտվում։ Օրինակ, չգիտեմ, ձեր ժամանակ ոնց էր ինքնիշխան էինք մենք, ոնց էր արտահայտվում այդ ինքնիշխանությունը, եթե էինք։ Սա բարդույթի արտահայտություն է։ Ավելի պրոբլեմային վիճակում, կախյալ վիճակում Հայաստանը երբեք չի եղել։ Կախյալումից։ Բոլորից։ Ռուսաստանից էլ։ Բոլորից։ Ռուսաստանից կախվածությունը հսկայական է, օբյեկտիվ կախվածություն։ Մյուսներից կախվածությունը նախաձեռնողական է Հայաստանի կողմից։ Այս մարդը այստի համեցեք է անում։ Ասում եմ, մի հարիվ եմ նստած, արեք ինձ կառավարեք, ասեք ինչ անեմ, ոնց անեմ։ Անընդհատ կոնֆլիկտներ է ուզում ստեղծի աշխարհակահաղական, մտածելով թե այդ կոնֆլիկտների արանքում ինքը ինչ-որ մի բան կշահի։ Իսկ կարող շատերից կախվածությունը անկախություն է բերում։ Փոքր պետությունը չի կարող շատերից կախվածության չլինի։ Անկախ, ընդհանրապես անկախ երկիր չկա աշխարհում։ Բայց այդ թեզերը անընդհատ ինքնիշխանությունից խոսալը, կախվածությունը ինչ-որ բան հիպերտրոֆիա է ենթարկելը, սա միայն խոսում է կոմպլեքսների մասին։